Ֆրինյուզի եթերում Սև և Սպիտակ փոդքասթի հերթական թողարկումն է, Կնել Սարգսյանը և ես այսօր կաշխատենք ձեզ համար, հարգելի հեռուստադիտողներ և օգտատերեր։ Ողջույն բոլորից, շնորհակալություն ձեր գրանցումների համար, դիտողականության համար, ակտիվ մեկնաբանությունների համար, իմիջիայլոց ինչ վերաբերում է մեկնաբանություններին։ Այնտեղ առաջարկում էին նոր վերնագիր։ Հա, շատ հետաքրքիր էր իդեպ, եթե առաջի հաղորդումից հետո ասեիք, երևի թե մտածեինք, բայց հիմա արդեն ոնց որ հունի մեջ է անգել, բայց հետաքրքիր էր։ Սև և Սպիտակի փոխարեն օգտագործել լույս և ստվեր։ Շատ Բայց հետաքրքիր է, այստեղ ով էր լույսը, ով էր ստվերը։ Նշանակություն չունի, ինչ ճակատին գրած է, ինչ է։ Բայց գնելի ճակատին գրած է, որովհետև այսօր էլ էինք ուշացել, եւ մեր օպերատոր Նվերը ասեց գնելի մոտ դա սովորական երևույթ է։ Նվեր, ես այսքան ժամանակ չեմ նկատել, որ ես ուշանում եմ։ Բայց դե ժողովուրդը նկատում է։ Դե չափազանցնելու համար մի հատ ենք, հայ ենք։ Դե հայ ենք, հա։ Բայց վերադառնալով լույսու ստվերին։ Հա, երկու բառով։ Իհարկե ինքը շատ հետաքրքիր վերնագիր է, շատ հետաքրքիր, անգամ ես դրա շապկեն եմ պատկերացնում, բայց լույսու ստվերը համադրելի են այդքան։ հա, իհարկե։ Լույս ու ստվեր, հես պատկերացրի։ Սև ու Սպիտակի շատ մոտիկ է տրամաբանությունը, ուղղակի ինձ թվում է մեր հեռուստադիտողը ինչ որ առումով մտածել է նաև մեր մասին, որ այդ Սև ու Սպիտակը ասոցացվում է ուրիշ թեմաների հետ, տղերք դրա համար լավ կլինի, որ այդ ասոցացիան չլինի։ Եթե այդպես է մոտեցումը, ես շատ գոհ եմ, շնորհակալ եմ, բայց մյուս կողմից էլ չէ, որ մենք կարծրատիպեր կոտրելու համար ենք աշխատում։ Իհարկե։ Նաև մեր հաղորդումներում Համաշխարհային կոտրողներ ենք։ Չէ, իսկապես։ Իդեպ Լեզվա մտածողություն են մի հատ նետում դա։ Ինձ անդադ գրում են ասում ինչի է գնելը անդադ քեզ ընդհատում։ Հիմա ես եմ որոշել այսօր անդադ քեզ ընդհատեմ, որ պարիցետը պահենք ու նայեք։ Ասեմ, ես կարամ պատասխանեմ այդ հարցին։ Պատասխան։ Դու պրոֆեսիոնալ հարցազրույցավար ես։ Դու քո աշխատանքը գիտես, չես ընդհատում կամ կարող է եթե ընդհատեսել շտկելու լավ եմ լսում։ Մի խոսքով մաստեր կլաս այդ կողմից։ Ես հարցազրույցավար չեմ։ Ես գիտեմ, որ մենք առհասարակ հարցազրույցել չենք բան, այսինքն այդ բանը չի աշխատում ինձ մոտ, էլի, այս պայդրությամբ մենք զրուցում ենք։ Ոնց որ առհասարակ հայերը զրուցում են։ Նստում են մի սեղանի շուրջ 5 հոգով, 5-ով խոսում են ու 5-ով էլ լսում են։ Էդ էլ էին գրել, ասում են տղեկ, նենց եք խոսում, ոնց որ սեղանի շուրջ նստած ելնեք, բայց միշտ չի որ սեղանի շուրջ նստելը վատ է։ Կարա նաև լավը լավ։ Ամենալավ բանն է։ Դե ինքը ուրիշ բան նկատի ուներ, ես ասենց սեղան, որը Հա, բացասական բանով էր ասում։ Դե ոչինչ, մեր երեք ստացավա դրա համար։ Հա, հիմա դու ասեցիր կարծրատիպեր կոտրելու, հերթական կարծրատիպը կոտրելա մեր շատ սիրելի երկրի պրեզիդենտ Մակրոնը։ Տեսել ես։ Մակրոնը։ Ինչ կարծրատիպ։ Այդ կադրերը։ Հիմա ես կխնդրեմ մեր Էլի մկրճակակը աշխարհը նայած եկել է։ Ես մենակ ներսն եմ հասցնում։ Ես խնդրում եմ այդ կադրը տեղադրել։ Հիմա մեր հեռուստադիտողները տեսնում են Մակրոնը վազում է, փախնում է չինական ախրանայից, այսպես ասած, որտեղ ինքը հիմա գտնվում է Չինաստանում, որովհետեւ հանդիպի ուսանողների հետ։ Հա Մակրոնի պրոտոկոլի խախտում է։ Երկու պրոտոկոլի ֆրանսիական ու չինական պրոտոկոլի։ Հիմա մեր Բայց լավ բան է համարախախ։ Շատ լավ։ Հիմա մեր հեռուստադիտողները կասեն ինչի համար եք ես դրել։ Հիմա մեր ռեժիսորին, որը շատ արագ դնում է, փոխում է, կխնդրեմ մի ուրիշ բանը։ Էլի վազող մարդ։ Էլի ուսանողների մոտ։ Երևի ուզում էր ուսանողների մոտ գնալ, բայց ինքը պրոտոկոլի խախտում չէր անում, որովհետև իրան պրոտոկոլով տանում էին։ Ես չգիտեի այս բանը պատրաստել։ Բայց շատ լավն է։ Առանցրակ ասեմ, մեր շատ քաղաքացիներ երևի այնքան էլ լուրջ չեն վերաբերվում պրոտոկոլային բանը։ Գիտես, մի հատ խնդիր ամեն դեպքում նկատելի է մեր քաղաքացիներից մոտ, որ մենք մինչև հիմա դեռևս խնդիր ունենք պրոտոկոլի ժողովուրդ։ Պետությունը ոնց է աշխատում, ոնց է աշխատում։ Եվ նաև դա բանը, որ մենք կարող ենք ժեկի
կամ համատիրության նախագահի մակարդակով լուծվելիք հարցը տանենք դնենք վարչապետի դեմը, այո, վարչապետի լուծելիք հարցը տանենք դնենք ֆինանսների փոխնախարարի դեմը, այդտեղից վերցնենք բերենք մի հատ բիզնեսի հետ կապենք, որովհետև չգիտենք այդ յաչեկեկը, ընդ որում սա նրանից չի որ մենք տես չենք ուզում հասկանանք կամ չհասկացու, չէ, սա հենց պետության բոլոր ժամանակներում ոչ այնքան պատասխանատու գործունեության արդյունքում է։ Երբ որ մենք գնում ենք մի հատ թղթի հետևից, մեզ ասում են դե մի հատ այստեղ էլ պիտի գնա, իրեն դե անկապ վազացնում են, մենք տենց էլ չենք հասկացել, լավ ինչ է։ Երանկյունի պեչատը կլոր պեչատից հետո պետք է անպայման բերես մոտապես, բայց տես մենք Մակրոնից ավելի շուտ ենք սկսել էլի պրոտոկոլ խախտել որպես ժողովուրդ։ Բա ոնց, որպես ժողովուրդ։ Ավելի շուտ էլ ենք սկսել։ Ես մի հատ բան իշխացնեմ։ Ասա։ Հիշում ես միջև բանը հեղափոխությունից հետո էր, միջև պատերազմ էր, որ երջանիկ օրեր էին։ Հա։ Որ Փաշինյանը ավտո գողացեք փոխել էր։ Վերցրեք գնացել էր։ Հա։ Հա։ Որոշել էր ինքը քշել, որ մի քիչ ազատ լինի, էլի այդ ախրանայից այդ Իսկ դու գիտես, որ պատմության մեջ նմանատիպ դեպք եղել է ու բազմիցս։ Շատ է եղել։ Էդի եղել է Բրեժնևը։ Բրեժնևի վաղտերը։ Բանը Կաստրոն եկել է Բրեժնևի մոտ հյուր, ասել է, լսի, Լյոնյա ջան, լսել եմ, որ լավ ավտոներ ունես ամերիկյան լավ ավտոներ ունես, ասել է, արի գնացին գարաժից։ Գնացել են, իջել են գարաժ, դե պրոտոկոլը հետ իջնում է այդ իր բանով պահպանողների, ինչ ոնց էր կոչվում այդ բանը, ախրանիկները։ Հա, իր ՊՊՑ-ի հետ իջել են ներքև, նստել են, չեմ հիշում ինչ որ Կադիլակ, որ նվեր էր ստացել Միացյալ Նահանգներից, ու ոտը դրել է գազի վրա, ինչ ախրանա, այդ էլ վարչապետի մոտ էր եղել այդ ժամանակ, որը երևի կարոտել էր, էլի։ Ուղղակի Բրեժնևի վատը։ Ես պատկերացնում եմ։ Բրեժնևի վատն է եղել, որ ինքը այդ տրասայի վրա անդադ մարդ է գցել տակը։ Հա, չէ, կյանքի սունկա հավաքել։ Իր համար էդի խնդրեմ չի։ Բայց էլի դեպքեր եղել են։ Լավ։ Հետաքրքիրն էր, լավն էր, ստեղ ինչն է հետաքրքիր։ Նախ Մակրոնը այցելել էր Չինաստան։ Սա արևմուտք, արևելք, էս գործ։ Ստեղ գիտես, երեք մենք տենց մի հատ բան ունեցանք այն մյուս ոդքասթը, որ ես անում եմ Արման Ավակյանի հետ, ինքն դե մանրամասներ ներկայացրեց ինչի համար է գնացել, 40 միլիարդի դիսբալանս ունի Չինաստանի հետ առևտրի Ֆրանսիան, ու մեր սիրելի Մակրոնը գնացել է, որ չինացիներին համոզի կծի տեղ։ Ոնց հասկացա չինացիներն էլ երջանիկ են։ Այո, դե որ կադրից նայեցին 40 միլիարդ։ Գրկաբաց ընդունել են։ Այդ բարտա $3 անում են։ Դե ասում եմ, բանը հասելանդ է, որ չինացիները անենց ֆրանսիական բրենդների օծանելիք են արտադրում։ Ոչ մի բանով չի տարբերվում ֆրանսիականից։ Գինիներ են արտադրում, ոչ մի բանով չի տարբերվում ֆրանսիականից։ Հիմա այս խեղճ մարդը գնացել է այդ հարցերը լուծելու համար, մի արեք էլի։ Մենք ոնց ընդունեցինք։ Եք մեզ հացից կտրում։ Մենք ոնց ընդունեցինք։ Ազնվորեն ասեցինք ախպեր, սրանից հետո էլ կոնյակ չենք ասի։ Հա, բայց կոնյակ չեր էլ կարելի։ Բրենդ ենք ասել։ Լավ, ասնենք այդ։ Հա, ինչ որ ամեն անգամ կոնյակից ենք խոսում։ Գանք մեր բանը հյուսիսային հարևանին։ Հա։ Եկել Հնդկաստան էր գնացել։ Դու չես պատկերացնի ինչա տեղի ունեցել գնել։ Բայց ինքը չի վազել։ Չէ, ինքը գնացել է, ընդ որում մինչև էդ էլ բանում Կրեմլու մի հատնես ճոխ հարցազուրից տվեց երկու հնդիկ ճոխ լրագրողների, լրագրողուհիների։ Բայց լրագրողուհին լավ մի բան ներկցեց, բայց հետո չշարունակեց ոնց որ այդ թեման նկատեցի։ Այ որներ ես Լուգանսկի Դոնեցկի մասով հարցադրում։ Հա։ Դե հա, ամեն դեպքում, երբ որ Հնդկաստանում արդեն ճոխ ընդունելության են պատրաստվում եւ այլն, բայց հնդկական ռուպին ինքը անկախ բան է, էլի, ինքը կապ չունի պետական առաջնահերթություններ, բաներ, միանգամից ընկել է, փլուզվել է։ Ռուբլին գնացել է։ Երբ որ ռուբլին գնում է, ռուբի մոտ ռուբին ընկնում է։ Դա հիմի ո՞նց անել։ Աստվածաշանի Պուտինի գա Հայաստան։ Մենք չենք սպասում։ Մենք հազիվ դրամը ինչ կնի, հազիվ ենք պահում։ Բայց բանա, ամեն դեպքում ռուսական պրոպագանդան թույլ չի տալիս, որ հանրությունը տեղեկացված լինի։ Ու սա իհարկե վերջին տարիների ընդամենը ժամանակակից գործ է, լավ ոչ չի, սա մշտական
եղել է ու իրանք այդտեղ վարպետ են մասսայական հիպնոզների։ Նո, ոչ թե մասսայական հիպնոզների, ընդամենը փակում են վարակույրը ու Ու ընդ որում սա գիտես ինչն է դա ki ժողովուրդը միշտ պատրաստ է ընդունելու այդ պետական սուտը։ Այսինքն արագա դրած, զակուսկին կողքը դրած, ասում տելևիզոր։ Տելևիզորն է ասել, իրանց համար իհական չի, սալավյո, մալավյո։ Mediakanության մեջ էլ այդ սերունդը կա, իրանց քաջառողջություն երկար տարիների կյանք։ Ես ուղղակի նեղվում եմ, որ իրանք իսկապես այնքան սուտը շատ իրանք բոլորին հավատում են ու շատ լուրջ են վերաբերվում։ Մեր մոտ կան նաև որ Սալավյովին են դա գալիս է իրանք ազնվությունից, մաքրությունից մարդու, որովհետև ինքը չի պատկասնում, ոնց կարելի է պատասխանատվության ինչպիսի զրոյական զգացում պիտի ունենաս, որ դու նստես հեռուստատեսությամբ սուտ խոսես։ Հասկանում ես, այս բանը կա էլի իրանց մեջ ու դա շատ լավ է որ կա, բայց մյուս կողմից էլ դա օգտագործվում է հենց իրանց դեմ։ Փառք Աստծո, մեր երիտասարդ սերունդը միջինն էլ շատ լավ հասկանում են, շատ լավ տիրապետում են ինֆորմացիան ճշտելու բոլոր գործիքներին, կարողանում են ճշտել, կարողանում են ենթատողը կարդալ, այն կոնտեքստը ռուսների ասած։ Դա էլ երևի մի քիչ պարապությունից եղավ, էլի։ Չէ, դա ինչ է։ Ես մի հատ ընկերոջ տղա ունեի, Ռուսաստանից եկել էր շուտ մի 10 տարի ավել առաջ, այս ընկերոջս տղան եղբորս տղաների հետ էր դե շփվում հասակակիցներ։ Բայց պուտինիստ էր հաստատ։ Չեմ կարծում, չգիտեմ, տենց ինչ որ քաղաքական բաներ չունեին, չէ։ Ուրեմն մի օր խոսքի ժամանակ սենց անում, ասում է, հորնա դու, ասում է, պապ, ասում է, ստեղ դե իր հասակակիցների մակարդակով, ասում է, բոլորը ամեն ինչ գիտեն, ինչ ես խոսում ես գիտեն։ Մեքենայից ես խոսում ամեն ինչը գիտեն, ինչ ես խոսես ամեն ինչը գիտեն։ Մեկ էլ բան է, եղբայրս բացատրեց, ասեց ջան, դա պարապությունից։ Ուրիշ զբաղմունք չեր ունեցել։ Չէ, գիտես, դա ազգային ֆենոմեն է։ Հա որ։ Ազգային ֆենոմեն է, նայ։ Եթե ազգային ֆենոմեն է, ապա մենք մինչև հիմա ինչի չենք հասկանում, օրինակ, ինչա պատերազմը։ Չէ՞ որ մենք այդքան պատերազմներով անցած ժողովուրդ ենք։ Ինչի չենք հասկանում ինչա դավաճանությունը, չէ՞ որ այդքան մեզ դավաճանել են։ Մենք չենք հասկանում ինչա խաղաղությունը։ Չենք հասկանում ինչա խաղաղությունը։ Դարերով ձգտել ենք դրան։ Հա։ Հենց որ մի բան եղել է, մենք սենց ենք մտածել։ մտածել։ Ֆենոմեն է, արի կոմպրոմիսային տարբերակ։ Ֆենոմեն է, բայց արհեստական դրած։ Քո ասած ֆենոմեն է, արհեստական դրած, որ մենք սենսն ենք։ Հա։ Բայց մենք տենսը չենք։ Այսինքն նայ, երբ որ մենք գնում ենք Ավարայրի ճակատամարտի, փոխարենը նստենք ու պարսիկների հետ սեղանի շուրջ բանակցեինք, ասենք ոչ, հանուն հավատի, ընդդեմ փվերի։ Չգիտեմ, անկեղծ ասած Ավարայրի ճակատամարտի մասով այ մենք երևի հակառակ կարծիքներ ունենք, չնայած ես էլ ինչ որ մի պահի մտածել եմ քո ասացի նման, բայց հետո մի փոքր հիմա դե ժամանակակից տեխնոլոգիան թույլ տալիս է ծանոթանաս այլ կարծիքների հետ, ու երբ որ խորքային նյուանսներ են ի հայտ գալիս, իսկ դրանք կան, գնալով Վարդան Մամիկոնյանը միևնույն է ավելի ու ավելի փառահեղ դիրքում է հետևում ինձ համար, չնայած ես հասկանում եմ, որ այստեղ նաև եկեղեցու պրոպագանդան կա, հա, եւ այլն, բայց այնուամենայնիվ ինչ-ինչ Ավարայրի ճակատամարտը թողենք որպես սրբազան պատերազմ, որը որ ես կարծում եմ, որ մենք հաղթել ենք։ Ես բացարձակ չեմ նսեմ ասնում ճակատամարտ։ Այսինքն երբ որ խոսացել ենք, չեն հասկացել ինչ անենք։ Երբ որ բանը Այն Ալիևի հետ խոսում ենք, հասկանում է։ Հա, ինչ է։ Պուտինի հետ խոսում ենք, հասկանում։ Չէ, հասկանում են։ Ոչ թե խնդիրը հասկանալ, չհասկանալն է։ Տվյալ ժամանակահատվածում ընդունելի լինել թե չլինել, այսինքն ընդհանուր շահերով ենք, չէ, առաջնորդվում։ Պիտի ցույց տաս, որ այսի քեզ ձեռ չի տալիս անես։ Ոչ թե պիտի ասես մի արա։ Ձեր չէր տալիս, դրա համար էլ ռիսկ չար այդ ժամանակին Քոչարյանը մեղրին տար Արցախի դիմաց։ Հա, բայց տալիս էր։ Դա տալիս էր, բայց վերջում ռիսկ չարեց։ Բայց ռիսկ արեց Հայաստանում գնդակահարություններ կազմակերպվեն ազգային ժողովում։ Դե հա, դրա մասին ես չէի ասում։ Ներսում կտրիչ ենք դուրս են տուզիկ շներ կան, բան է որ փոխություն գալիս են հենց տիրոջ գիրքն հայտ Հեսա կենթայիների պաշտպաններն էլ մի հատ կքաշեն մեզ։ Չնայած ես կենթայիներ սիրում եմ, ես կենթայիներից չեմ սիրում մենակ օձեր, կարիճներ, տարատեսակ միջատներ եւ թշնամիներին։ Դրանք զերուններն են, դրանք սկի կենթանի են։ Բայց Ռուսաստանի պրոպագանդային անդրադառնալով ես 3 աչքովս ընկավ մի հին տեսանյութ էր գցած Facebook-ում, եթե չեմ սխալվում, Սյոպա Սաֆարյանն էր գտել կիսվել։ Հա։
բանա, ուրեմն վերաբերվում էր Չեռնոբիլին 86 թվականի 86 աղետը։ թվականի աղետը, այ թե ինչ էր ներկայացնում արևմտյան բանը ԶԼՄ-ները։ ԶԼՄ-ները եւ ինչ էր ներկայացնում սովետական միությունը իր ժողովրդի համար։ Հա։ Ուրեմն այնտեղ զեկուցել էին, որ հազարավոր զոհվածներ ու Զոհվածներ մեզ կան, լրջակ եւ ճառագայթում ներկայացել էին, թե կահավոր։ ինչ այն կա։ Հա։ Իսկ մեզ մոտ որպեսի իբր խոճապ չտարածվի, գիտես ինչ էին ներկայացնում, վրեմիա, այն որ գրած է վրեմիա։ Հա, Մարդիկ հա, նստած նայում են, ինչ են Ես ասելու։ նայել եմ այդ Այն արևմուտքը հարցակվել է, եկեք կանգնենք տենանք մերոնք Նեխած արևմուտքը։ պատրիոտիզմը բանը, սա ու ինչ է ներկայացնում։ Ունենք ընդամենը 197 հոսպիտալացված, Որոնցից 90-ը դուրս են գրվել, 49-ը դուրս 49-ը դուրս են գրվել։ Երկու զոհ ընդամենը։ Հա։ Եվ այդ արևմտյան ռոպագանդային չի կարելի հավատալ եւ Ու ինչ են ներկայացնում լուսանկար։ լուսանկարը մեկն էլ դրել, ասում է մենք ու ձերքի տակ ունենք մի հատ լուսանկար, թողի պիտի մի հատ լուսանկար։ Այն ժամանակ, որ կամերաները կային արդեն։ Այդ պիտի կարողանաս դնես նկարը ցույց տաս որ նկարես։ Մի հատ լուսանկար ունենք, որ տեսեք, որ չի տուժել ատոմակայանը։ Լավ, դու փայլուն օրինակ բերեցիր սովետական ռոպագանդայի, որը մարդկանց ուղեղը լցնում էր, ինչով ասում, ուզեր։ մարդիկ հավատում էին դրան։ Իսկ դու գիտես, որ 86 թվականին ավելի շուտ, քան Չեռնոբիլի աղետը, մոտավորապես մի 4, 5, 6 ամիս առաջ Մեծամորի ատոմակայանում եղել է նմանատիպ աղետ։ Հրդեհը բռնկվել ու հրդեհը մերոնք կարողացել են շնորհիվ մի հանգամանքի այդ հրդեհը կարողացել են մարել, հովացնել ռեակտորը եւ ռեակտորը չի պայթել։ Գիտես ինչի։ Այսինքն մի րոպե, հələ միջով ինչին։ Հա ճշտող հարց է։ Հա։ Այսինքն մեր ատոմակայանը նույնպես կարող էր պայթել, մեր տարածքները հաշվի առնելով վերջանում էր ամեն բան։ Ռուսական բանով ասած, բեսպիցի մինուտ մեր ատոմակայանը պայթում էր։ Մեծամորի ատոմակայանը եւ 86 թվին Հայաստանը վերանում էր, էլ արդեն երկրաշարժի բանի կարիք էլ չէր ելնում։ Լսում եմ, ինչի, ինչպես, Ուրեմն ոնց եղել։ երբ որ որոշում է կայացվում Հայաստանում ատոմակայան կառուցել, նախագիծը մշակվում է, պատրաստվում է, գնում է Մոսկվա, ցեկան հաստատում է եւ ուղարկում են սովետական միության ատոմային էներգետիկայի գլխավոր մասնագետի։ Առանց որի վիզայի եւ ստորագրության որևիցե ռեակտոր, որևիցե ատոմակայանում չի տեղադրվում։ Գնում է հասնում է այս մարդու մոտ, այս մարդը նայում է, վիզան ստորագրությունը դնում է, որ չի կարելի։ Հայաստանում դնեն այդ Հայաստանում դնեն այդ ռեակտորը, իսկ այդ ռեակտորը Չեռնոբիլի ռեակտորի կրկնօրինակն էր, նույնից։ լավ դե։ Նույնից։ Եվ ինքը ասում է, որ պետքա դրվի այսինչ մոդիֆիկացիայի վերջի ռեակտորը, քանի որ Հայաստանը սեյսմիկ գոտի է։ Այն ռեակտորը չի կարելի, բայց քանի որ այս Մարսը Այսինքն եթե ինքը չլիներ այդ ռեակտորը բերում պայթելու էր։ Չեռնոբիլից առաջ մենք էինք գմփալու, հետո Չեռնոբիլը չէր էլ գմփա, որտեվ չէր գմփա, ռուսերը այդքան հեշտ չեն խելքները գլուխները։ Հա վերջը, բայց այդ մարդու շահը ո՞րն էր։ Հարց։ Մենք ու Մոսկվայում նստած մի հատ խոշոր չինովնիկ Չի ասած ուշադիր եղել ու Հա, խիաս են նայել ինչ որ Արմենիա։ Յան հայ է եղել։ հայրենակիցը մեր հայրենակիցը։ Իսկ կան ազգանունը իրակ, հա, թե կարող ես ուղղակի եթերից առաջ չհասրեցի մտնեի մի հատ նորից թարմացնեի ինֆորմացիան ուղեղումս անպայման կասեի, բայց մեր հաջորդ հաղորդմանը ես պարտավորում եմ ասել։ Ովքեր որ տեղյակել ես պատմությունից ու գիտեն, թող մեկնաբանություններում գրեն, ինչի չճանաչենք, իսկապես հայ մարդկանց։ Ընդ որում, մի րոպե ունենք։ Այդ հրդեհը գիտես ինչից է եղել։ Այդ ժամանակ ստեղ է եղել ատոմային էներգետիկայի գլխավոր պատասխանատուներից մեկը ռուս, որը որ գալիս է ստուգում է ինչ վիճակում է։ Ճանապարհելուց որոշել են երեկոյան խարույկ կազմակերպել։ Չէ, խարույկը, չէ, գալիս է ստեղ, դե ասում է բան արեք, փորձ արեք։ Փորձը, որ անում են, այս մալուխներից մեկը բոցավառվում է։ Ինքը ասում, ինքը գլխավոր հրշեջ վերահսկողն է։ Ինքը ասում է, լսեք ինձ, ես եմ կազմակերպում այս ամեն ինչը։
մարելու, հանգցնելու գործընթացը ու սկսում է ապուշ հրահանգներ տալ։ Մեր ատոմակայանի գլխավոր հրշեջ պատասխանատուն հայերենով, ինք ասում է, ես կասեմ, դուք թարգմանեք հայերեն այս մարդուն։ Ասում է, տղերք, իր ասածը ոչ մի բան չեք անում եք իմ ասածները։ Իրան ասում է, ասեցի։ Ու սկսում է, yəni ինչ որ ասում է, ինքը հակառակ, ինքը գիտի։ Ինքը ասում է, սենց։ Բայց միևնույնն է, մեր տղերքի հերոսությունը, բանը ամեն ինչը հաշվի առնելով, չէ որ այդ ժամանակ Բայց այդտեղ դիտավորություն էլ է եղել, այսինքն բայց հիմա մենք ոնց որ դադար տանք։ լավ, ոստեղ մի քիչ հարցեր է առաջանում։ Կարճ դադար մեր եթերում։ Վերադառնանք սիրելի հեռուստադիտողներ, խնդրեմ շարունակենք։ Այսինքն, բացի ռեակտորը, որ մեր հայը մի հատ այդտեղ փրկել է, մի հատ էլ դրանից հետո գալիս է գլխավոր այդ հրշեջ, չգիտեմ ինչը, ռուս ազգությամբ, ով չգիտես ինչի, պատմում էր լու։ ով չգիտես ինչի ապուշ բան, բայց ինչի համար է ասում։ Ուրիշ բաներ, հրահանգներ։ Ինքը այտենց գիտի։ Ինքը այն մանրամասները, նրբությունները, մեր ատոմակայանի այդ բաներում ոնց է անցնում կաբելները, որը որից հետո է եւ այլն, այդ ամեն ինչի մասին չգիտի։ Իսկ այդ մեր պատասխանատուն, որ կառուցման ժամանակից մեջն է եղել, այդ ամեն ինչի մասին տեղակ է եղել։ Ու ի պատիվ իրանք մի քանի ժամում կարողացել են այդ մալուխները մարեն, հրդեհը մարեն, այդ ընթացքում բանը ռեակտորը շիկանում է, հովացում չի գնում, ու այդ ռեակտորը կպայթեր, եթե դիներ են մեր դրանից։ հայի, լիներ այդ բանի, նույն բանը Չեռնոբիլում է եղել, գրեթե նույն բանը, ընդեղ էլ են արել փորձարկում, ընդեղ էլ է հրդեհը սկսվել, շիկացել է, հովացում չի եղել ու գմփացել է։ Այս էր ամբողջ պատմությունը։ Պայթում էր մեր ատոմակայանը, հետո բանա, մեր հետագայում ինչ-որ սերունդներ հայտնվում են, ովքեր հայեր են, դեպ աշխարհում կան ամեն դեպքում, հետո իրանց էլի համոզելու են, որ այ ռուսը չլիներ, մենք չլնեինք, դուք չէիք կլնի։ մենք դեպա պայթացրել ենք, որ դուք ուրիշտեղ բարգավաճ մեծանաք, ասես մի բաներ են լինում։ Բարգավաճը ինչ-որ ակնարկ չէր, չէ՞։ Չէ, այդպես կարծրատիպերն են, կարծրատիպերն են, պետքա կոտրելով գնալ, որովհետև երբեմն սա դեռ մի քիչ անմեղ բան է, բայց դիտավորյալ բաներ են տարածում, նույն բառերի, սա KGB-ի դպրոցն է, շեշտը դնում են կոնկրետ բառերի վրա, չգիտեմ, բացասական երանգ ունեցող, դավաճան, թուրք, չգիտեմ, բացասական, սրիկա, բան, զավթիչ, սես բառերի վրա, ու սրանք սկսում են շատ հաճախակի օգտագործել կիրառել, եթե ուշադիր լինես, երբեմն նենց տեղեր են օգտագործում ու կիրառում, որ դրա կարիքը չկա, բայց մեկը իրանք այն 25-րդ կադրի նման անընդհատ լցնում են։ Այսինքն ոչ մեկ չի գալիս մարդկանց բան բացատրելու, որ այ գիտեք, այս ինչը վատն է, այս ինչը լավ է, եկեք մեզ ընտրեք, չէ։ Դրանք աշխատանքներ են, որ այսպես թե այնպես տարվում են ներքին բանով արդեն։ Դա կոչվում է այսրան էլ միացել է հիբրիդային արդեն այս միջոցներով պատերազմը, ինչի համար ոնց հասկացա մի 15 միլիոն գումար է եկել, բայց դա կբավարար է, չգիտեմ։ Չէ, դե սկզբի համար։ Սկզբի համար։ Ով այսինքն, չէ, իհարկե կատակասեղ անկցելու բանի համար լրիվ նորմալ է, չէ։ Իրականում ինքը բավականին լուրջ գումար է։ Եվրամիությունն է հատկացնում, Մեծ Բրիտանիան այստեղ գրասենյակ է բացում, շատ լուրջ բաներ են, ինչի համար մեր մաշինկանը տենց կատաղել էր, Մարիա Զախարովան էր բարկացել, մեզ էթիկայի հետ կապված դասեր էր տալ, բայց մատ ես 15 միլիոնը մարդկանց բացատրենք ինչի համար է։ Դե հիբրիդային պատերազմի դեմ, որովհետև ասենք իրանք տեսան 26-ի ընտրություններին ընթരാճ, բայց չգիտեմ։ Իրանք տեսան Մոլդովայում Ռուսաստանը ինչեր արեց։ Հա։ Եվ հիմա ուզում են գլխանց, այսպես ասած, կազմակերպել նես, որ Հայաստան մեծ սպառնալիքները չլինի։ Մաքուր ընտրություններ։ Հա, մաքուր, այսինքն ընտրությունները մեր մոտ էս վերջի տարիներին կազմակերպչական մասով մաքուր է, թե բայց բանի առումով, արտաքին միջամտության մասին։ Ու ինքը ինչ է ասում, ասում է Հայաստանում
Չէ, Հայաստանը Զախարովը։ Ասում ես իրան սիրում եմ։ Դե ով իրան չի սիրում։ Տեսել ես ինչ անմեղ գեղեցիկ հայացք ունի նա։ Տեսնես ոնց է ապարում։ Դու նրա խոսքերին մի լսի դրա։ Խոսքերի մի ավարտա։ Մի հատ ստեղ ալի։ Բայց մեկ կներես։ Մենք մի հատ հարց տվող ունենք հավերժական։ Հավերժական Հայաստանից այն, վերելք։ Այդտեղի անուն ազգանունն եմ մոռանում։ Դե վերելք կազմակերպությունից այնք տենց է կոչվում։ Ամեն անգամ էլ հանրայինով էլ ա հյուր եղել, Պետրոսի հետ շփվել են։ Հա։ Պետրոս ջան, գովազ դրեսի քեզ։ Դե հանրայինը բոլորինս նա։ Չէ՞, պետական ալիքը չի։ Դե կներես, մերը free news-ն է։ Հա, չէ, ուզում եմ նկատում եմ նկարանք ցիտենք հանրայինով ինչ որ մի երևույթ։ Թո իրանք իրանց ցիտեն աղբորպես։ Մի խոսքով լավ, ուրիշ բան կստացվի։ Դե սա կատակա ժողովուրդ ջան, իրականում մեր գործընկերներն են, որից խնդիր չկա։ Ինչ էիր ասում։ Զախարովայի հետ կապված, ասում էր Հայաստանի Հանրապետությունը խախտել է էթիկայի նորմերը հրապարակելով այն ինչի մասին կռիվը վաղուց Իրական իսկի խմբի փաստաթղթերը։ Այո։ Այ ժողովուրդ ջան, այդ փաստաթղթերը Ղարաբաղը հանձնել են մեր բացի այդ մեր ամեն տաքսու վարորդ գիտի այդ փաստաթղթերը։ Բացի այդ, եթե անգամ գնանք այդ նորմերով, թեման հետեւյալն է։ Երկու հանգամանք հաշվի առնենք։ Մեկը հետեւյալն է։ Արցախը չկա եւ չկա ռուսների պատճառով։ Զախարովայի նմանի երկրի պատճառով։ Այո։ Նրա կառավարության Եվ ռուս խաղապահների պատճառով։ Այո։ Եվ Արցախը հարցը, այսպես ասած, Ռուսաստանը որոշել է եւ որոշել էր դեռևս մինչեւ 20 թվականն էլ հօգուտ Ադրբեջանի։ Ու այստեղ կապիկություններ անելը մի քիչ մեյմունություն անել, կապիկություն մեյմունություն անելը կներեք կգնաք ձեր ժողովրդի մոտ կանեք, որովհետեւ նրանք են ոնց որ թե ձեզ վստահում, մենք ձեր ասենք այդ մակարդակի չենք, սա մեկ։ Երկրորդ, այդ պետության մեջ ապրում են միլիոնով հայեր։ Ես խնդրում եմ, որպես ես հայերը վերջնականապես փորձեն մի հատ այդ կախած ակաժները եւ վերջնականապես կողմնորոշվեն ի վերջո։ Բոլորին իհարկե խոսքս չի վերաբերվում, բայց շատ-շատերը այդ ռոպագանդայի զոհ են դառնում։ Ասենք փորձում են ռուսից ավելի ռուս ներկայանալ։ Մի հատ օրինակ բերեմ մեր այդ հայերից։ Զախարովայի խոսույթը իմ կարծիքով առաջին հերթին այնտեղ ապրող հայերի համար էր, որովհետև տնտանոթի միսը պատասխան է, ապրող մի հատ հայ անուն ազգանունը ոչ էլ հարկ եմ համարել գրեմ, որովհետև այտենց հայ չի կարող լինի։ Բանով այդ չաթ ռուլետկով կապվում է բանի հետ, այն մի հատ ադրբեջանցի կա, ռազմավարա ինչա։ Հա, բանը Քյամրանի հետ է կապվում, ու ասում է Քյամրան, մեր բոլոր հայերը քեզ սիրում են, մենք քեզ ընդունում ենք, մենք քեզ հավատում ենք։ Ջայր մի հատ լակոտ կա այդ։ Չէ, եկամարդ էր։ Բեղ Մորուսով բանով Եթե անդրադառնանք Ռուսաստանում ապրող ցանկանա Քյամրանին այդքան գովազդել, չնայած նրա դերակատարումն էլ չի կարելի ստվել, որովհետև ամեն դեպքում գործակալական ցանցի ներկայացուցիչ է բնականաբար։ Ինքը իր երկրի շահերն է պաշտպանում, խնդիր չկա։ Ու երբ որ ես նրա հետ բանավեճերի մեջ մտնում էի գրառումներով իհարկե, որովհետև ես ռուսերեն այդքան լավ չեմ խոսում, գրելով ավելի դանդաղ էր ստացվում, բայց գոնե ունենում էի շտկելու հնարավորություն, որ բան ճիշտ ստացվի։ Ու այդ ժամանակ դեռ շատ հայեր լուրջ չէին վերաբերվում այդ արարածին։ Դրանից է, բայց ես հիմիկվա հայերին մի հատ խորհուրդ կտամ, շատերն են ոնց որ իր հետ դուրս գալիս դուելների, խորհուրդ կտամ հետեւյալը։ Նախ մի հատ ուսումնասիրեք մեր պատմությունը եւ ուսումնասիրեք ոչ թե դպրոցական մակարդակի դասագրքերով, այլ մի քիչ մասնագիտական գրքերով, սա մեկ։ Երկրորդ, եթե կարող եք իմ կողմից հարց ուղղեք։ Տեսեք, ռազմավար բառը հայերենում ունի երկու նշանակություն։ Ռազմ ավար, այսինքն ռազմի ավար, եւ այո, ռազմավար, ռազմավար, ռազմ վարող, կռիվ վարող։ Նենց որ մի հատ ճշտեք ինքը այդ որ հայերեն բառը օգտագործում է, չնայած նա ադրբեջանցի էլ չի, մի 8 հատ արուն կա մեջը խառնված ոնց հասկանում եմ։ Հա, դու վստահ եմ։ Ու առասարակ եք մտնում այդ դաշտ։ Ինչի համար։ Դուք կատարում եք նրանց հատուկ ծառայությունների ցանկությունը։ Ես ձեզ ասում եմ, ովքեր մտնում են այդ դաշտ,
անկախ նրանից ինչ կերպ են խոսում, կատարում են այնտեղի հատուկ ծառայությունների ցանկությունը, որովհետև իրանց պետք է որ ռազմավարը ու նման մի երկու հոգի միշտ ակտիվ լինեն։ Հա, Միշտ ակտիվ լինեն։ Ընդ որում քեզ ասեմ, այ երբ որ մերոնք վերցնում են, նաև ցիտում են այդ Բոյո Բեղավորի հերթական ասածը, Բոյո Բեղավորը գիտես, Ալիևին եմ ես միշտ տենց ասում։ Վերջի անգամ ինչ էր 2 օր առաջ էր ինչ որ խոսացել, բան, ինչ որ մեր ադրբեջանցիները պիտի վերադառնան։ Այ մարդ այդ պատիների հետևից մինգ եք ժողովուրդ։ Այդ հաստատ։ Պիտի մենք էլ եթե տենց լինի, մենք պիտի վերադառնանք մեծ Հայաստան։ Ասեմ ավելի, այստեղ մի հատ ուրիշ բաներ կա, այդ խայծը մերոնք շատ են կուլ տալիս։ Նախ ժողովուրդ ջան, Հայաստանի Հանրապետությունից տեղահանված ադրբեջանցիներ չկան։ Տենց խոսույթ, հասկացություն չկա, որովհետև Հայաստանի Հանրապետությունում երբևէ ապրած ադրբեջանցիները կոմպենսացվել են խորհրդային Հայաստանի կողմից, նորեն գնացել Ադրբեջան։ Կոմպենսացվել են։ Այսինքն իրենք որևիցե տուժված, չգիտեմ ինչ, փոխանակել են, գումարը ստացել են, պատվով գնացել են։ Իսկ Ադրբեջանի տարածքից կան տեղահանված հայեր եւ գիտեք ինչ, այ հենց այդ նույն TikTok-յան հարթակներում կլինի որտեղ ես ողջունում եմ առհասարակ, եթե շփումներ լինում են ու հարցադրումներ են ընջում։ Ես չեմ ողջունում, երբ որ տգետներն են միանում դրան, որ չեն կարող տակից դուրս գալ, որովհետև միշտ պիտի իմանաս դիմացինը պատրաստված է։ Ուրեմն, այ դուք պնդեք այդ թեզը նրանց համար, որ խաղաղությունը ենթադրում է, որ մենք համատեղ ապրելու ենք, այո, հենց Ադրբեջանում։ Կգաք Հայաստան էլ, դեռացի բոգա։ Եկեք, ինչից եք վախենում։ Դուք հասկանում եք, որ մեր թշնամին սկսել է արդեն ոչ միայն բռնել է մեր տրամաբանությունը, ոչ թե մենակ բռնել է մեր տրամադրությունները, նա բռնել է անգամ մեր վախերը, որոնք ասած ամեն քայլապող արհեստականորեն փորձում է կիցույց դնել։ Ես չեմ վախենում։ Ընդ որում ես մի բան էլ ասեմ։ Իսկ դուք գիտեք ինչ, Ալիևը այդքան բանը չի հասկանում։ Հասկանում է, պարզապես տեսնում է ստեղի վրա ազդում, ինքը սխմում է այդտեղ։ Ցավացող տեղն է հասկանում։ Մի բան ասեմ, այսօր թուրքերը Հայաստան չեն գալիս։ Ոչ չեն, այսօր են գալիս Հայաստան, միշտ են։ Հենց վերջերս մի հատ թուրք բլոգեր, հենց վերջերս բառացիորեն մի 20 օր առաջ Երևանում էր։ Ինչ, եկել է, հիացած գնացել է։ Ասեմ ավելին, ուրեմն 90-ականներին, երբ որ իրանական մեքենաները մտնում էին Հայաստան, այդ վաֆլի, պեչենի, վարորդները բոլորը ադրբեջանցի էին։ Մեծ ամասնությունը ադրբեջանցի։ Ես կարող եմ հիմա ավելին ասել, Գագիկ ջան։ Ուրեմն սրանց մի մասը մի ժամանակ տվյալներ կային։ Ես դա աղոտ հիշում եմ ու ես հիմա հաղում կանեմ դրան, կարելի է ստուգել։ Եթե կան փորձաքննող լրագրողներ, խնդրեմ գնացեք ու ստուգեք։ Ուրեմն այդ վարորդները այստեղ ունենում են կանանց, կին, կանանցից ծառայություններ։ Վարձու էսպես ասած, հա։ Ովքեր նրանց շատերը ունեցել են երեխաներ դրանցից։ Ուրեմն խոսքը հազարների մասին է։ Հազարների, մոտավորապես մինչև 10,000-ի մասին է խոսքը։ Այսինքն մոտ 10,000 երեխա, որոնցից իրենք չեն հրաժարվել։ Նրանց մեծ մասը, 80%-ը մոտավորապես միշտ էլ գումար ուղարկել, երեխա ունենք, խնդիր չկա, կրթությունով զբաղվել, մյուսով։ Հա, ինքը որպես Իրանի քաղաքացի է հանդես եկել։ Հա։ Դե իմ մայրն էլ երևի ինչ որ մի օր տղին պատմել է, կամ աղջկան պատմել է, թե նովա ինչ է, իսկ կյանքը կամ պատմած կլինի կամ չէ, չգիտեմ։ Այդ արդեն նայած ընտանիք, բայց այդ մարդիկ մոտավորապես 30 տարեկան են արդեն։ Եվ նաև դրա համար, որ անվտանգային խնդիրներ կա, այս սրանք այս մարդկանց վերբով կա հարած չլինեն, չէ՞ որ ինչ-որ մի պահի հայրը կարա հայտնվի։ Որ այս մարոնը ջուր չի դառնում, մերը կարա իր զգացմունքային մասով, այս մյուսը կարա, քանի որ պարտքի զգացողություն կյանքը հաջողվել է, ստացվել է, որովհետև հերը ֆինանսավորել է։ Արի ասենք, որ սա ենթադրություն է։ Չէ, ենթադրություն չի։ Կարող է այս թվերը մի փոքր խախուտ եմ ասում, կամ նկարագրությունը լինի երևակայական, բայց իրավիճակը բուն, որ այդպիսի բան կա, դա ես քեզ ավելին ասեմ։ Իսկ դու գիտես, այդ տվյալներին տիրապետողներ են Ադրբեջանից առաջ կոմպակտ Հայաստանում, մասնավորապես Երևանում թաղամասեր կար, որտեղ ապրում էին ադրբեջանցիներ, որոնք հետո փոխել են իրանց ազգանունները եւ այսօր էլ ապրում են։ Հա։
Գիտես, Ոնց որում շատ լավ հարևանություն են անում, այսինքն սենց ասեմ, իրանք շատ լավ հայ են, սենց ասեմ։ Մեզ կառավարում են, այդ թշնամանքը դրած կառավարում են։ Կներեք, էլի, այդ 70 տարի պետք չէր հիշել, որ Ադրբեջանում ջարդեր են եղել հայերի։ Այդ թե մեր պապերն էին տենց քիչ հայ կամ քիչ հայա մեծ հայասեր, որ չէին գնում հետո, դա պրոպագանդան էր, որը մոռացնում էր այն ժամանակ, երբ որ պետք է եւ հիշացնում էր ժամանակ, երբ որ պետք է։ Բաքվի ջարդերը եղել են, դրանից մի տարի հետո բոլորս եղբայրական պետության մեջ, ես չեմ ասում եղբայրական դառնալ, հանկարծ դες բան չմտածեք։ Ես ինքս չի լինելու իմ կյանքում, դա հասկանում եք, չէ՞ որ բարդ է եւ սերունդներ է պահանջում, որպեսզի սկսենք գոնե նորմալ, առնվազն նորմալ շփվել, այս ճշնամությունը տղա վնացել։ Բայց ես մի հատ ուզում եմ մի հատ զուգահեռ տանել, որովհետեւ կողքից միշտ ավելի լավ է երևում, մենք մեջն ենք կարողա չենք նկատում։ Հիմա ես ձեզ կողքից ասեմ, որպեսզի դուք պատկասեք, թե մեր հետ հիմա ինչ է կատարվում։ Մոտավորապես կասեմ, Իրանն ու Իսրայելը։ Իսրայել պետությունը արաբական եւ իսլամական երկրներից ճանաչել է մենակ Պարսկաստանը։ Ժամանակին ամենաբարեկամ երկիրն է եւ իրանք եղբայրական երկրներ են համարվել, այնպեսի դուք չեք պատկերացնի։ Ուրեմն 22 ժողովուրդներ արաբական տարածքում ապրող հեռացել են Իրանից եւ Իրանի դեմ էին, դրա համար էր ազդեցությունը Իրանը կորցրել տարածաշրջանում, այո, որովհետեւ նա իսրայելցիներին եղբայրական երկիր ու ժողովուրդ էր համարում։ Փոխադարձ հազարումի ծրագրեր են իրականացրել իրանցիները Իսրայելում, իսրայելցիները Իրանում, հիանալի ապրել են։ Մինչև որ քիչ-քիչ մեկ այլ առաջնորդ քիչ-քիչ սկսեց աշխատել ազգային կրոնական սենց բաները քիչ-քիչ, ոչ մեկ դա չի նկատել, խտացնելով գույները հասան միտեղ, երբ որ ժողովուրդը այո մենք պատրիոտներս, չգիտեմ, մեր հայրենիքի համար մեռնողներս բան, ու սա դարձավ արդեն նոր իրավիճակ աշխարհում, ինչից հետո մոտ 50 տարի արդեն, 40 տարի սանկցիաների տակ է։ Ես մի հատ ուրիշ բան ասեմ։ Մենք ոչ Հիմի տեսեք ոնց են երկու բարեկամ ժողովուրդները ինչ դարձրել եւ հետո կարող են նաեւ բարեկամ ասել, չկասկածեք։ Հիմա ես ուրիշ բան ասեմ։ Գնում ես Թիֆլիս, գնում ես Թբիլիսի։ Գնում ես, չգիտեմ, Բաթումի, գնում ես ռեստորան, կողքդ ադրբեջանցին նստած իր ընտանիքով, դու նստած քո ընտանիքով, հաց ես ուտում, նույն օդը շնչելով։ Հետո հելում գնում ես քո գործերով, ինքը հելում գնում է իր գործերով։ Գալիս ես Մարնեուլում ադրբեջանցուց էժան որակով մրկեղենը առնում ես։ Արքայա խնձոր, արքայան ինչ։ Ես էլ իմ ախարնեցի։ Արքայա խնձորը անանասն է։ Հա, ուրեմն արքայան ինչ, հա։ Լավ։ Վերջը խուրմա, սենց ասենք, ինքը միջանկյալ տարբերակն է։ Ընդունելի տարբերակ։ Բայց գալիս ես առնում ես, իմանալով որ ադրբեջանցուց ես առնում։ Թե ինչ, եթե ադրբեջանցին վրացական անձնագրով է, ուրեմն ինքը ադրբեջանցի։ Ինքը սփյուռքա ադրբեջանցի է։ Դաշնակ ադրբեջանցի։ Հա, իհարկե, հիմա կասեն նստել եք դուք բան եք անում, ինչ-որ պրոպագանդա եք անում, եղբայրությունը, մենք չենք կարող, չենք բարեկամանալու երբեք, ոչ մեկ չի ստիպում, ոչ մեկ բացարձակ։ Պարզապես պետք է հասկանալ, որ երկու պետությունների միջև հարաբերություններում շարժվել ծայրահեղ ազգայնական էմոցիաներով, դա խոսում է տվյալ պետության առաջիկայում սպասվելիք վախճանի մասին, սա իմացեք։ Եթե չեք ուզում այդպեսի բան տեղի ունենա, ապա այո, մեր ազգայինն է, ավանդականն է, լավ էլ իմիջիալով պետք է նոր տեսքի բերել։ Ազգային ավանդական մի հատ բան ասեմ։ Ասա շարունակեմ։ Դեկտեմբերի 5-ին։ Այսօր քանիսն է։ Դեկտեմբերի 5-ն է, չէ՞։ Հա։ Դեկտեմբերի 5-ին 1921 թվականին 6-ն է։ Այսօր 6-ն է։ Հա, վերջը այս օրերին այ 1921 թվականին, հա, Նեմեսիս ծրագրով մեր հայը Հռոմում գնդակահարեց Մեհմեդ Սայիդ Հալիմ Փաշային, այս էր ազգային ազատագրական ազգայնականը։ Այո։ Հա։ Ու ինչ եղավ։ Վերջացրեց բանը
բայց էսի լայն թեմա է, ես կառաջարկեի մի օր այս թեման Հարուր բացեինք, էլի, մանավանդ դու էլ Էսի լավ այդ ես պարապած ես։ Ես պատրաստ եմ, լրիվ պարապած եմ, պատրաստ եմ։ Շատ Իմ հետաքրքիր լուսահոգի պապես թեմաներով իմ հետ ինձ հետ նենց լիգբեզները անցկացրել, որ երբեք ուղեղիցս չի Ուղղակի ժամանակը սպառվում է դրա համար, որպեսզի կիսած չմնա։ Բայց վերադառնալով ազգայինին, հիմա մի հատ հասարակ բան ասեմ։ Իմ խնդիրն է, որ մենք ճիշտ հասկանանք, որն է մեր ազգայինը։ Օրինակ, այսօր գնում ես ուտենք թե շատ հասարակ օրինակ եմ բերում, որպեսզի ընդհանուր առմամբ ավելի པարզ ումբռնել լինի։ Գնում ես 30 վայրկյան ունի։ Գնում ես մի ռեստորան կամ իրան, որտեղ որ իբր ազգային բանով է, հա, իբր ազգային սեղանի սփռոցակցած, իբր ազգային տարածներ, էս իբր իզուր չեմ ասում։ Իբր էս, իբր Թուրքիայից բերած սփռոցակցած։ Թուրքիայից բերած եւ ոչ այնքան հայկական։ Հա։ Իհարկե այդ նախշազարդերի մի մասը կա, բայց Մեզնից կողացած է, բայց ընդեղ արտադրված։ Եվ կապ չունի ոչ մի բանի հետ։ Այսինքն մեզ ասում են, որ այս դեգրադացված իրականությունը ձեր ազգայինն է։ Կամ նայում ես հին ֆիլմերը, մեր ազգային տեսակը նկարագրելու ինչ որ քրչու փալասներով հակնված տրեխներով Քոլոզներով, քրդական քոլոզներով, երբ որ հայ մարդը հայ կինը երբ որ հակնված է եղել աշխարհի կանայք ուր են եղել աշխարհի կանայք երբ որ հայ կնոջ ճակատը մենակ զարդարել է այնպեսի արծաթադրամներով ու ոսկե դրամներով մի հատ բան որ կամ նույն հակու կապի մեջ մեզ սեղմել են ինչ որ ուրիշ բաների մեջ եւ օրինակ հա ասենք թե Երևանն է սա Երևանում երբ որ բացվում է մի հատ սրճարան, իբր տենց ավանդույթին վերաբերյալ երկու հատ կուժ են դնում, երկու հատ նուր բան, տենց իբր ինքը դարձավ, դա այդպես չի դառնում։ Կարող ենք մի օր տեսնել Երևանում սրճարան, օրինակ, որտեղի աշխատակազմը հագնված կլինի հուրարտական ժամանակների հայկական հագուստով։ Հա։ Օրինակ։ Շատ հետաքրքիր կլինի։ Եվ հագեցած լինի այդ ժամանակահատվածը։ Այսա կլինի ազգայինն էլ ավանդականն էլ։ Եկեք այն դեգրադացած պատկերացումները մեր ազգայինի ու ավանդականի հանդեպ մեծ շտկենք։ Եվ խնդիրը հենց այդտեղ է, նույն ցեղասպանությունն էլ դրա մասին է։ Նույն պատմությունները, այդ որում նաև ճաշատեսակի անունները, այո, ասենք այն մեր ավանդական ճաշատեկասը կանգնում կամ վերսում տնում են տանանա տինանա, ցած մոտ մուզիկան դու դեսա ազգային ժողովրդական գիժեք դուք։ Ո՞նց ազգային ժողովրդական մեր երկը էլի քրդական երկա։ Ու սկսում են, երբ որ խոսում ես, սկսում ու ամեն ինչ անում են, որ համոզեն, չեք կարա համոզեք, այդպես չի։ Գնացեք ուսումնասիրեք ինքնուրույն։ Գնել մենք երկրորդ 20 րոպեն անցանք։ Վերջացնենք թե մի 10 րոպե, հա, վերջացնենք։ Վերջացնենք ինձ թվում Դե եկեք վերջ, իբր ձերնս կտրված է, հույս ունե այսօր քեզ եմ շատ խոսացնելու, ես չխոսեմ։ Ես այլի կգրեն։ Բայց այսօր ոնց որ քիչ ընդհատեցինք իրար։ Պարզապես ես շատ խոսացի, հա։ Չէ, լավ։ Հիշենք, բայց այս թեման անպայման խոստանում ենք։ Դե, սև եւ սպիտակ փոստքասթի, լավն էր, չէ՞, փոստքասթի, որտեղ փոստային լուրեր էինք տարածում, հերթական թողարկումը ավարտվեց։ Կհանդիպենք մյուս շաբաթ օրը, շնորհակալություն դիտումների եւ տարածումների համար։ Եվ կսպասենք ձեր մեկնաբանությունների։ Ամենայն բարիք։